Առավոտն այստեղ սկսվում է ոչ թե սովորական ճամբարային արթնությամբ, այլ կարգապահությամբ դրոշ, շարքեր, օրվա ծրագիր ու նոր օրվա մեկնարկ։ Բանակում, հավսար, զգար, բանակման կոչը, կատարին, Հոյդա Նիկոլ Աղբալյան ուսանողական միության 25-րդ հոբելյանական բանակումն է, որն արդեն մի քանի օր է միավորել է տարբեր քաղաքներից ու գյուղերից ժամանած երիտասարդների մեկ ընդհանուր միջավայրում, մեկ գաղափարի շուրջ։ Տարբեր մտածելակերպով մարդիկ եկել հավաքվել են միտեղ, բայց մեկ գաղափարի շուրջ, դա ազգային գաղափարի շուրջ են հավաքվել ու սկսել են իրար հետ ընկերություն անել։ Տարբեր մարզերից եկել են ու հիմա ընկերացել են ու ըստ նրանց երբեք այդ ընկերությունը չի վերանալու։ Օրվա յուրաքանչյուր ժամն ու րոպեն այստեղ հաշվարկված է, թիմային առաջադրանքներ, կարգապահություն, հետո դասախոսություններ, քննարկումներ, պատմության ու ազգային թեմաների շուրջ զրույցներ։ Սակայն բանակումը միայն լսելու մասին չէ։ Ես Նարեկ Շոբանյանն եմ, առաջին անգամ եմ մասնակցում ուսանողական միության բանակումներին, 25-րդ բանակումը շատ կարևոր է, քանի որ դա ավանդույթներից մեկն է բանակումը ուսանողական միության եւ այստեղ մենք հավաքվել ենք երիտասարդներով, ովքեր որ գաղափարակից են իրար հետ, թե ազգային արժեքներով, թե խորհրդանիշներով, որոնք որ դարեր ի վեր եկել են եւ ցույց են տալիս, վկայում են, որ մենք ունենք հազարամյակների պատմություն, այստեղ մենք շատ բաներ ենք սովորում, ընկերասիրություն, ազգային արժեքների ընդունումն ու պահպանումը։ Ամենակարևորը հայրենասիրական երկերի շուրջ բոլորը նստին ու երկենքը, այդ ամենակարևորն է, որ բոլորը, այսպես ասած, մեկ նպատակի, մեկ գաղափարի շուրջ են հավաքված ու այդ ամեն ինչը կմիավորե մեզի։ Բանակման առօրյայում առանձնահատուկ տեղ ունեն նաև ռազմամարզական պարապմունքները, ռազմատակտիկական խաղերը։ Նպատակը ոչ միայն ֆիզիկական պատրաստվածություն է, այլև թիմում աշխատելու, ընկերոջը վստահելու եւ միասին դժվարություն հաղթահարելու կարողությունը։ Այստեղ շատ տարբեր քաղաքներից եւ բնակավայրերից կան մասնակիցներ, բայց դա մեզ չի խանգարում իրար հետ պահպանել ջեր մթնոլորտը, քանի որ բոլորիս իրար են կապում ազգային արժեքները եւ հայրենասիրությունը եւ հատկապես իրականացվող բանախոսությունների ընթացքում մենք հասկանում ենք ինչ շատ մտքեր կան, որ կիսում ենք մնացած մասնակիցների հետ եւ շատ ընդհանուր թեմաներ ունենք քննարկելու, որը շատ նպաստում է մեր ընկերության զարգացմանը եւ շատ հետաքրքիր է անցնում ամեն ինչ։ Անցնող 2-3 տարիների ընթացքում նկատում եմ ահավոր տրանսֆորմացիա։ Այսօրվա երիտասարդը շատ ավելի հասուն է, շատ ավելի ոչ էգոիստ է, շատ ավելի մտածում է այն խնդիրների մասին, որ կա մեր երկրում, անհանգիստ է մեր երկրի ապագայով։ Օրվա մյուս հատվածը մտքի աշխատանքի ժամանակն է, լսելու բանախոսություններ փորձառու քաղաքական ու հանրային գործիչներից։ 25-րդ բանակման շրջանակում երիտասարդներին հյուրընկալվել էր Հոյդա Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով երկար տարիներ եղել է Նիկոլ Աղբալյան ուսանողական միության վարչության ատենապետը։ Մենք առաջնահերթ նշանակություն ենք տալիս մեր ուսանողական երիտասարդական միություններին եւ ազատ հնարավորություն դրսևորվելու, ցույց տալու, որ իրանք ի վիճակի են զբաղեցնել նաեւ պատասխանատու դիրքեր կազմակերպության մեջ ու մասնակից լինել կուսակցության քաղաքականության անմիջական իրականացման։ Պետականության պահպանման կորուստների կասեցման գործում իհարկե քաղաքական ուժերն ունեն մեծ պատասխանատվություն, բայց առանցքային նշանակություն ունի նաև երիտասարդն իր մասնակցությամբ կարևորում է Իշխան Սաղաթելյանը։ Առաջիկա մարտահրավերների մասին է նաև ներկայացնում օրվա բանախոսը, օրակարգում Տիգրան Աշենի թեման է։ Տիգրան Աշենը օրինակ, սա պարզ ինչ-որ մի բնակավայր չի։ Տիգրան Աշենը Ադրբեջանի խորքի մեջ պետքա մի բանի համար, որ Հայաստանը ըստ էության վերցնի շրջափակման մեջ։ Տիգրան Աշենի Ադրբեջանին հանձնելով մենք լրջագույն խնդիրներ ենք ունենալու։ Ըստ էության մեր երկրի հարավը կտրում են եւ հսկողություն են ունենում ռազմավարական նշանակության ճանապարհի վրա։ Հետևաբար սա պարզապես մի հատ փոքր գյուղ չի, որ կարելի է տալ ու հանգիստ ապրել։ Այդ գյուղը հանձնելուց հետո դու երբեք հանգիստ չես ապրելու ու անհրաժեշտության դեպքում չես կարող պաշտպանել քո տարածքային ամբողջականություն։
Կեղծ խաղաղության քողի տակ օրվա իշխանությունը Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջներով գրված նոր սահմանադրություն է ուզում ընդունել, ստիպելով հայ ժողովրդին հրաժարվել անկախության հռչակագրից, հայոց ցեղասպանությունից, Արցախից։ Արցախն ի սկզբանե հայկական է, ասում է Իշխան Սաղաթելյանն ու հորդորում չհամակերպվել այն մտքի հետ, թե կորուստը անվերադարձ է լինում։ Հանդիպման հետաքրքիր մասը բանախոսությունից հետո սկսվող զրույցներն են, հարցեր, կարծիքներ, մտահոգություններ։ Ինչ խնդիրների կբախվի Հայաստանը, եթե դուրս գա ԵԱՏՄ-ից, Իշխան Սաղաթելյանից հետաքրքրվում են երիտասարդները։ Այս վարած քաղաքականության արդյունքում, եթե մենք դուրս մնանք ԵԱՏՄ-ից, ԵՄ-ի անդամ չենք դառնալու։ Ու դա բերելու է Հայաստանում տնտեսական շատ ծանր հարվածներ։ Գազի գնից սկսած էներգակիրներից վերջացրած գյուղմթերքի արտահանում, մի խոսքով տեսնում եք, արդեն տնտեսություն իր վրա զգում է։ Նույնը տեղի ունենալու հապկի պարագայում։ Հապկից մենք դժգոհ ենք, այո, դժգոհ ենք։ Բայց դուրս գալ հապկից մենք ՆԱՏՕ-ի անդամ չենք դառնալու, չէ՞։ Օրավարտին բանակավայրում աշխույժ եռուզեր է։ Ընկերական երեկոն համախմբել է Նիկոլ Աղբալյան ուսանողական միության տարբեր տարիների անդամներին, ավագ սերնդի այն երախտավորներին, որոնց շնորհիվ են ուսանողական միության ամուր հիմքերը դրվել։ Իսկ որն է այն նախադրյալը, որի շնորհիվ Հույդանաումը եւ միության բանակումը տասնամյակների ճանապարհ անցնելուց հետո եկել հասել են հոբելյանական հանգրվանին։ Մենք անկեղծ ենք մեր նվիրումի, մենք անկեղծ ենք մեր գործողությունների, մեր նպատակների մեջ, դաշնակցությունը անկեղծ է։ Ուսանողներին, երիտասարդներին խորհուրդ կտամ, ուղերձ կհղեմ, որ չվախենան պայքարելուց, իսկ ուսանողական միությունը, Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը դա պայքարի մի ասպարեզ է, մի հարթակ է, այսօրվա տերմիններով ասած, որը ավելի ուղղորդված է տանում առաջ այդ պայքարը, որ ավելի կազմակերպված է տանում եւ ուսանողությանը նաեւ գաղափարական, ազգային գաղափարական ուղու վրա է դնում եւ դրա այդ առումով կարծում եմ, որ ուսանողական միության բանակում մասնակիցները միմիայն շահած են դուրս գալու։ Առաջին հերթին ինձ համար մեծ ուրախություն է, որ այնինչ որ 35 տարի առաջ մեր օրերին հիմնադրվեցավ, այսօր կշարունակվի եւ կշարունակվի ավելի ահեղ թափով։ Ես առիթ ունեցա հանդիպելու բանակումին եւ տասախոսություն տալու մշակույթի մասին, այ մշակույթի մասին կամ մշակույթի կարեւորության մասին այս երիտասարդներում եւ սկսեցի թե ինչպիսի քննական միտք ունին, առողջ շտատողություն ունին եւ ասկային հայրենասիրական ոգի ունին եւ իրենց արմատներուն հետ առնչված երիտասարդները։ Քո անունն է շուրթերից, քո գարունն է այտերից, կանչում ես ինձ դարերից, կանչում ես ինձ Ղարաբաղ։ Եվ ես ուզում եմ մաղթել, որ սա շարունակական բնույթ կրի եւ շատ ու շատ 25 տարիներ անցնեն եւ ի վերջո սա մեր երկրին է պետք, մեր ժողովրդին է պետք, մեր պետությանն է պետք եւ այն սերունդը, որ դաստիարակվում այս բանակումների միջով հաստատ այս երկրին պիտանի ալն։ Օրավարտը նշանավորվում է խարույկահանդեսով կրակի շուրջ հայրենասիրական երգեր են, զրույց ու հիշողություններ։ Շնահացական մարդի ազգի կացիմո մահմանատ լուրը ծանցը սարուտեր բյուրամո զելտա պատարյան կանչը գողատի հավե ամեն հայիսրգում դողցանի լհրե 25-րդ բանակումն ավարտվում է, բայց դրա պատմությունը շարունակվում է մնալ յուրաքանչյուր մասնակցի մեջ, քանի որ այստեղ հավաքվել էին ոչ միայն օր ու առօրյա կիսելու, այլև միասին մտածելու, միասին առաջ շարժվելու համար։ Դաշնակցական իմ վայր, անգակում կապոր, պայքարել է սավրել ասի կարոտով, ասում արի սումանու, վիտնեցի շերմա, կապվել են աչկերը, հավիցյան կնա։ Հերմինե Զեյնալյան, Սերոբ Չերչիկյան, Երկիր եմ։